Շարունակում ենք ներկայացնել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Երկար սպասված համաներում։ Հունիսի 7-ին ազգային ժողովի ընտրություններում հայ ժողովուրդը կրկին ընտրելու է քաղաքական ուժերին նրանց կողմից տրված ընդհանուր վերացական խոսքերով։ Ի տարբերություն մյուս ուժերի, Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս կոնկրետ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ծրագիրը գրվել է հայ ժողովրդի առջև ծառացած կենսական խնդիրների ուսումնասիրության և հստակ իրատեսական լուծումների առաջարկով։ Ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանը անձնական պատասխանատվություն է կրում ժողովրդի քվեն ստացած ամեն մի առաջարկի կյանքի կոչելու հարցում։ Կդառնան այս առաջարկների իրականություն, կբարելավեն ձեր կյանքը, կազատեն հոգսերից թե ոչ, կախված է միմիայն ընտրողից, նրա մասնակցությունից և ԲՀԿ կուսակցությանը քվե տալուց։ Գագիկ Ծառուկյանի առաջարկը Հայաստանին։ Համաներում։ Հանրահայտ փաստ է, որ վերջին տարիներին իրականացվող քաղաքական հետապնդումները իրավապահ համակարգում առաջացրել են ամենաթողություն։ Ամենաթողության հիմնական նեգատիվ արդյունքը նա է, որ քաղաքական պատվեր կատարող քննիչը, դատախազը, դատավորը չվախենալով պատժից նույն կերպ վարվում է նաև քաղաքականությամբ չզբաղվող սովորական ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Այս անպատասխանատու գործընթացը հանգեցրել է նրան, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկները այլևս ի վիճակի չեն տեղավորել կալանավորված և դատապարտված անձանց։ Ընդ որում, քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց ճնշող մեծամասնությունը դա կալանավորված անձիկ են, այլ ոչ թե դատապարտված։ Պետության համար ահա որ նյութածախս կլինի արդարության վերականգնման նպատակով բոլոր քրեական գործերի վերաբացումը, շինծու գործերի հայտնաբերման համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ արդարադատության ոլորտում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. ավելի նախընտրելի է, որ 10 հանցագործ ազատվի պատժից, քան 1 անմեղ դատապարտվի։ Հանրահայտ փաստ է, որ գործող վարչախումբը, անտեսելով ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկը՝ մարդասիրությունը, արդեն 8 տարի է համաներում չի հայտարարում։ Ավելին, հայտարարում է, որ չի էլ պատրաստվում հայտարարել, հղում անելով չգործող վաղաժամկետ ազատման ինստիտուտին։ Համաներում հայտարարելու փոխարեն այս իշխանությունը բանտերը լցրել է անմեղ մարդկանցով, որոնց թիվն անցնում է մի քանի հազարը։ Ելնելով մարդասիրության սկզբունքից և հաշվի առնելով պետական շահը, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր ծրագրում ներառել և անձնական պատասխանատվությամբ հայտարարում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության հաղթանակի դեպքում մինչև 2026 թվականի սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության օրը կհայտարարվի համաներում։ Այս համաներումը կտարածվի մինչև 10 տարի ազատազրկման դատապարտված, ինչպես նաև մինչև 10 տարի ազատազրկում նախատեսող հոդվածներով մեղադրվող անձանց նկատմամբ, ազատելով նրանց պատժից և քրեական պատասխանատվությունից։ Համաներումը կտարածվի նաև առավել ծանր հանցանք կատարած և արդեն պատժի կեսը կրած անձանց նկատմամբ, կրճատելով մնացած պատիժը 1/3-ով։ Համաներման որոշակի դրույթներ կտարածվեն նաև ցմահ դատապարտված անձանց նկատմամբ։ Անհարկի շահարկումներից զերծ մնալու համար ներկայացնենք համաներման ընդհանուր հիմնավորումները։ Համաներման հիմքում դրված են մի քանի կարևոր սկզբունքներ։ Առաջինը՝ մարդասիրությունը։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա վերաինտեգրվելու հասարակություն, հատկապես եթե խոսքը չի վերաբերում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին։ Պետությունը չպետք է միայն պատժի, այլև պետք է աջակցի ուղղմանն ու վերականգնմանը։ Երկրորդը՝ սոցիալական արդարությունը։ Համաներումը հնարավորություն կտա հազարավոր ընտանիքների վերականգնել իրենց բնականոն կյանքը, վերամիավորվել և դուրս գալ սոցիալական ծանր վիճակից։ Սա ներդրում է մեր հասարակության կայունության և համերաշխության մեջ։ Երրորդը՝ արդյունավետ պետություն ունենալու մեր տեսլականն է։ Քրեակատարողական համակարգի բեռնաթափումը կնպաստի պետական միջոցների խնայմանը, որոնք մենք կուղղենք կրթության, սոցիալական պաշտպանության և տնտեսական զարգացման ծրագրերին։ Միևնույն ժամանակ հստակ հայտարարում ենք. համաներումը չի տարածվելու այն անձանց վրա,
ովքեր վտանգ են ներկայացնում հասարակության անվտանգության համար։ Միանշանակ հաշվի է առնվելու նաև տուժողների շահերը։ Մեր նպատակը հավասարակշռված քաղաքականությունն է, արդարության եւ մարդասիրության միջև։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ կանգնած է քաղաքացու կողքին, առաջարկելով իրական, գործնական եւ մարդակենտրոն լուծումներ։ Այս նախաձեռնությունը մեր հանձնառությունն է կառուցելու ավելի համերաշխ, ավելի հզոր եւ ավելի արդար Հայաստան։ Ցանկանում ես, որ քո ապօրինի ազատազրկված հարազատը, ընկերը, բարեկամը վերադառնա տուն։ Ցանկանում ես, որ դադարեն քո հարազատի, բարեկամի, ընկերոջ տառապանքները։ Ձայնը տուր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, եւ նրանք կվերադառնան։ Գագիկ Ծառուկյանը միակն է այս ընտրապայքարում, որի խոսքը գործ է։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։